Արդեն 90 տարի գրեթե ամեն օր Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի վարագույրը բացվում է փոքրիկ հանդիսատեսի առջև։ Ամենատարեց դերասանը 70 տարեկան է, ամենաերիտասարդը 20։ Թատրոնի հնաբնակներից է նաև գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, հասցրել է շփվել հիմնադիրների հետ։ Մեզ սպասում է հաստատում, որ թատրոնը նշում է 90-ամյակը, բայց թատրոնը երիտասարդ է։ Թատրոնը երիտասարդ է, որովհետև թատրոնը կարողանում է ապրել այն ժամանակ, երբ որ նա երիտասարդ է, երբ որ նա ապրում է իր ժամանակում, զգում է ժամանակի զարկերակը, հետաքրքիր է, օրիգինալ է, ժամանակակից է։ Ռուբեն Բաբայանի խոսքով թատրոնը նաև բազմաձև է, քանի որ կիրառում են տիկնիկային արվեստի բոլոր տեսակները՝ խամաճիկներ, դիմակներ, մատներ, հարթակային տիկնիկներ, ստվերային, պարային, պլաստիկ ներկայացումներ եւ այլն։ Ես միշտ կողմնակից եմ եղել, որ ներկայանան բոլոր սերունդները, եւ ոչ միայն բոլոր սերունդները։ Սա երևի եզակի թատրոն է, որի խաղացանկում կան ներկայացումներ, որոնք բեմադրվել են 40 տարի առաջ, 35 տարի առաջ, չկան բեմադրիչները, չկան նկարիչները, չկա կոմպոզիտորը, չկան արդեն առաջի կազմը, բայց ներկայացումը կա։ Եվ կան ժամանակակից ամբողջովին ներկայացումներ, որոնք նոր են բեմադրվել։ Նրանք ձևով շատ տարբեր են, բայց հանդիսատեսը սիրում է նայել եւ նորը եւ հինը, եթե նա գտնում է արձագանք իր սրտում։ Թատրոնը հագեցած է լուսային ու ձայնային ժամանակակից տեխնիկայով։ Հոբելյանի օրը հանդիսատեսը բեմում կտեսնի հեքիաթի բոլոր հերոսներին։ Բոլոր տիկնիկները կլինեն համերաշխ, իսկ բոլորին միավորողը ոչ միայն տարեդարձն է, այլև 90-ամյա թատրոնի համար գրված հիմնը։ Իմ առաջ խնդիր էի դրել, որ դա այսպես շատ պաշտոնական հիմն չպետք է լինի, որովհետև վերջ-վերջո երեխաների թատրոնի մասին է եւ պետք է անպայման խորհուրդ ունենա մեջը երեխաներին այս հեքիաթային աշխարհը բերելու, ներկայացնելու եւ այն խորհուրդը, որ այստեղ պարտադիր բարին հաղթելու է չարին, ինչպես բոլոր հեքիաթներում եւ հենց այս ամբողջ գաղափարը դրեցի երգի մեջ։ Հոբելյանական ծրագրում չեն մոռացել ներառել նաև տիկնիկայինի նվիրյալներին ու բարեկամներին, մեկնարկում են տիկնիկոն մրցանակաբաշխությունը։ Ուղղակի մեր երախտիկի խոսքն ենք հայտնելու այն կազմակերպություններին եւ այն անհատներին, ովքեր տարիներ շարունակ եղել են մեր թատրոնի կողքին։ Դրանով փորձելու ենք ավելի կարևորել եւ ավելի ամրեցնել մեր հարաբերությունները։ Տիկնիկային թատրոնի ներկայացումները դիտել են աշխարհի ավելի քան 40 երկրում։ Խոստանում են թատրոնը շարունակելու է միջազգային հաղթարշավը հայկական թատերական մշակույթն աշխարհում տարածելու առաքելությամբ։ Յուրա Վահանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։